Լուսակունքի բնակիչ, մասնագիտությամբ քիմիկոս Ռոբերտ Մինասյանը գյուղի ջրամատակարարման ցանցի վիճակը նկարագրում է մասնագիտական բառապաշարով։ Օքսիդացել էին, ժանգոտվել էին, այսինքն ֆերում 3 ու 4 ֆորմուլա ժանգի։ Անցյալ դարի 60-ականներին կառուցված ներքին եւ արտաքին ցանցերը վթարների եւ հարկադիր ջրանջատումների պատճառ էին դարձել։ Ուրեմն արդեն սետկա էր, ցանց էր դարձել։ Դե ջրի որակն էլ եթե անցքեր լինի, ամեն ձևի բան կարող է ներթափանցի սիստեմայի մեջ, նույնիսկ վտանգավոր է։ Խնդիրը լուծվում է սուբվենցիոն ծրագրով։ Կառավարության եւ համայնքի 116 միլիոն 275 հազար դրամ համատեղ ներդրմամբ արդիականացվում է շուրջ 450 գծամետր երկարությամբ խմելու ջրի մատակարարման ներքին եւ արտաքին ցանցը։ Այսի ամբողջ գյուղին է վերաբերվում, մոտավորապես գյուղում կա 285 տուն, դե կան բացակայողներ, բայց դե բացակայողները կարող է եւ հետ վերադառնան, բոլորին ջրով ապահովում ենք, այտենց մարդ չինելու, որ ջրի խնդիր ունենա։ Խմելու ջրագծի նախկին մետաղականի փոխարեն անցկացվում են պոլիէթիլենային խողովակներ, աշխատանքներն այնպես են կազմակերպել, որ ջրամատակարարման ընդհատումներ չլինեն։ Ցանցերի արդիականացումը մեկնարկել էր օգոստոսին, ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ։ Իսկ կլինի մի հատ նորմալ գործ, որ սա գյուղը բավարարվի ջրով։ Մարդիկ աշխատում են նորմալ, մարդիկ աշխատում են տեղին, ես էլ շինարար եմ, հասկանում եմ ամեն ինչից, ես նայում եմ իմ աչքը կտրում է։ Նենց են աշխատում օգտագործում այդ գործիքները աշխատանքը տրակտորը, որ չի բանարը վնասը ջրագծին, որ ինչ որ անջուր պետք է մնանք։ Եթե վնասվում է, անմիջապես սարքում են։ Սուբվենցիոն ծրագրով արդիականացվում են նաև ակունքի եւ ծովակ բնակավայրերի խմելու ջրագծերը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաուր։